Ալավերդու բժշկական կենտրոնի ընդհանուր թերապևտիկ բաժանմունքի վարիչ Հասմիկ Մանյանն արդեն 37 տարի աշխատում է բուժհաստատությունում։ Ասում է, որ այդ ընթացքում բժշկական ծառայությունների աշխատակիցների եւ հիվանդների համար նորմալ պայմաններ երբևէ չեն եղել։ Հիմա էլ երբ հիվանդանոցի ստացիոնար մասը գործում է Շահումյան թաղամասում գտնվող ծննդատան մասնաշենքում, հարմարավետության եւ սպասարկման որակի մասին խոսք լինել չի կարող։ Եթե նույն բաժանմունքում եւ վիրաբուժական հիվանդներ են եւ թերապևտիկ հիվանդներ են, բնական է, ել չեմ ասում, որ ասենք մինիմալ պայմաններում ենք աշխատում, այն որ կարողանում ենք, այսպես ասած, այն առաջին օգնությունը ոչ այն բժշկական տեսակետից ամեն ինչ կատարվում է իհարկե բարձր մակարդակով, բայց սանիտարական-հիգիենիկ պայմանները, ինչպես նաև ասենք հիվանդասենյակները, բոլորը հարմարեցված են ուղղակի։ Բժշկուհին նշում է, որ մեծ ակնկալիքներով են սպասում մասնաշենքի վերանորոգման ավարտին։ Երազել ենք, որ ունենանք նորմալ պայմաններով, բարեկարգ հիվանդասենյակներ, բնական է եւ հոսող ջրով, որ այդքան կարեւոր է բուժ հիմնարկի համար, նորմալ ապարատուրայով, ել չեմ ասում, ասենք, որ բուժ պերսոնալի համար հարմարավետ պայմաններ աշխատանքի համար է։ Դա ուղղակի երազանք ա եղել եւ այսքան տարիների ընթացքում ստացվեց ոնց որ թե ծրագիրը ի շնորհիվ ղեկավարության ջանքերի, ինչպես նաև նախարարության իհարկե, սպասում ենք, որ եւ կենտրոնական ջեռուցում կլինի եւ հոսող ջուր կլինի բոլոր հիվանդասենյակներում, նոր ապարատուրայով, խոստացել են իհարկե նաև նոր կահույք, այդ պայմաններով ոնց որ ասում են բոլորս ոգևորված ենք, որ եւ աշխատանքը պիտի լինի բարձր մակարդակով, սպասելիքները այդպիսին են։ Խոստանում են, որ ամենաուշը աշնանը արդեն կտեղափոխվենք այդ նոր վերանորոգված մասնաշենքը։ Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանն ասում է, որ 2007 թվականի նոյեմբերի 26-ին, երբ ձևավորվեց Ալավերդու բժշկական կենտրոնը, Ալավերդու հիվանդանոցն ուներ շուրջ 32 միլիոն դրամի, ծննդատունը 6 միլիոնի, պոլիկլինիկան 4 միլիոնի պարտք։ Արդյունքում բժշկական կենտրոնը ձևավորվեց 42 միլիոն դրամ կրեդիտորական պարտքով։ Բացի այդ, ըստ տնօրենի, շենքային պայմանները գտնվում էին խիստ անմխիթար վիճակում։ Եվ միաժամանակ բուժսարքավորումներն էլ նույնպես են գտնվում շատ անմխիթար վիճակում։ Կարող եմ ասել, որ անգամ վիրաբուժական ամենահասարակ պինցետից սկսած են, ամենահասարակ գործիքից Ալավերդու բժշկական կենտրոնում խնդիր էր։ Այսօր կարող եմ ասել, որ Ալավերդու բժշկական կենտրոնը կետորական պարտքը 0 է, այսօրվա դրությամբ։ Չունենք այնպիսի մի ստորաբաժանում, այնպիսի մի բաժանմունք, որ վերազինված չլինի բուժսարքավորումներով, ավելի կարևոր խիստ, ճիշտ է, նորից մենք բավականին խնդիրներ ունենք, բայց առաջի օգնության են ամենակարևոր խիստ բուժսարքավորումներով ապահովել ենք։ 2009 թվականի սեպտեմբերի 1-ից սկսվել է հիվանդանոցային մասի կապիտալ հիմնանորոգման առաջին փուլը, այն նախատեսվում է ավարտել 2010 թվականի ապրիլի 1-ին։ 210 օր տևողությամբ ծրագրով հիմնովին կառուցվել է ստացիոնար մասի տանիքը, լուրջ վերանորոգման աշխատանքներ են կատարվում երկրորդ եւ երրորդ հարկերում։ Երրորդ հարկը ամբողջությամբ ընդգրկում է վիրաբուժական բաժանմունքը եւ ընդգրկվելու է գինեկոլոգիական բաժանմունքը, որը տեղափոխվելու է Բաղրամյան թաղամասից։ Երկրորդ հարկը ընդգրկում է ընդհանուր թերապևտիկ մանկական եւ ռեանիմացիոն բաժանմունքները, իսկ առաջի հարկը, որը որ պետք է կատարվի երկրորդ փուլին լինելու է շտապ օգնություն, ընդունարան եւ մանկաբարձական բաժանմունքը։ Երկրորդ փուլի մեջ ընդգրկվելու է նաեւ ջեռուցման կաթսայատունը իրեն ամբողջ համակարգով եւ ծննդատան հիմնանորոգումը։ Ասեմ, որ այդ գործընթացից հետո մենք ըստ կառավարության որոշումով Բաղրամյան թաղամասում գտնվող մեր մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը ամբողջ շենքը պետք է հանձնենք գույքի կառավարմանը։ Արման Ուժնիազյան, Արման Տիտանյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։